Դուք պղծում եք մեր հոգու տունը, Փաշինյանը պատասխանել է Սրբազանին։ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա ուշադրության կենտրոնում կրկին կուսակրոնության թեման է։ Նշել է, կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը։ Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է, կուսակրոնության ուխտը չի խախտել։ Ձեզ ինչ դա ձեզ չի վերաբերվում, ոչ էլ կանոնակարգի հոդվածներն են ձեզ վերաբերվում։ Այս հայտարարության հեղինակը Միքայել Աջապահյանն է, եւ նա այս հայտարարությունը արել է երեկ։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է։ Մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որպես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում է ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ, հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։ Իսկ դուք պղծում եք այդ տունը կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը։